Բարևձեզ եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել են հետևյալ լուրերը։ Դատարանը այսօր մերժեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ բացակայելու արգելք կիրառելու միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։ Շատ մանրամասներ չեմ կարող ասել, դատական նիստը դռնփակ է եղել։ Մեղադրանքի կողմի միջնորդությունը մերժվեց, այսինքն բացակայելու արգելքը չկիրառվեց, միայն գրավ խափանման միջոցն է կիրառվել, ընդգծեց Հակոբյանը։ Նրա խոսքով, եթե չնչին հիմնավորված բան լիներ, ապա դատարանը միջնորդությունը կբավարարեր։ Դատական նիստից հետո Սերժ Սարգսյանն անդրադարձավ երկիրը լքելու վերաբերյալ կասկածներին։ Բայց ի՞նչ մեկնաբանություն բդելնի, ասինքն ձեզ թվում է, թե ես նման եմ մարդով կարա փախչի։ Դա մեկնաբանություն է արդեն։ Դա մեկնաբանություն չէ, դուք ինքներդ պետք է իմ փոխարեն մեկնաբանեք։ Ես որտեղից եմ փախել, որ ստեղից փախնեմ։ Դրա համար ուզում եմ հասկանալ։ Ես ասեցի, որ նույնիսկ եթե ես վստահ եմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ փախել, իմ երկիրն է, այս իրանց երկիրը չէ։ Իմ երկիրն է։ Ես իմ երկրից ուր պետք է փախչեմ։ Ձեզ թվում է, թե ես նման եմ մարդու, ով կարող է փախչի, ես որտեղից եմ փախել, որ այստեղից փախնեմ։ Եթե Հայաստանի որևէ դատարանից դատապարտի մահապատժի, ես այս երկրից չեմ փախչի։ Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ։ Ես իմ երկրից ուր պետք է փախչեմ։ Այն օպերատիվ տվյալները, որ նշում են, ես արդեն վաղուց պետք է փախած լինեի, ընդգծեց նա։ Նշենք, Սերժ Սարգսյանին առնչվող 4 գործերը հիմա քննվում են 2 վարույթներում։ Հայտնի դիզելի գործը միացվել է այն գործին, որում շոշափվում են նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու Սեթրակ Քոչարյանի եւ նախկին գլխավոր գործարար Միխայել Բաղդասարովի անունները։ Իսկ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու եւ Իսակովի պողոտայում հողեր օտարելու գործերը միացվել են մեկ այլ վարույթում։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ փորձեց ձեռնաշղթա նվիրել քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին։ Թագուհի Թովմասյանն անդրադարձավ ԿԿ նախագահի հաղորդած տվյալներին, թե 2025 թվականի ընթացքում կալանավորելու միջնորդությունների թիվը նվազել է 16.4%-ով, հիշեցնելով, որ Արդարադատության նախարար Սրփի Գալյանը նախորդ շաբաթ ելույթ ունենալով նույն քննարկումների շրջանակում հայտարարել էր, որ Հայաստանում կալանավորներն ավելի շատ են, քան դատապարտյալները։ Ես թողնեմ, հուսամ, որ սա հայտարարագրման ենթակա է, էժան է եւ ձեզ որոշակիորեն ուղղորդի հաջորդ անգամ ցանկացած քաղաքացու կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ երկար մտածել, արդյոք սա արժե կալանքի տանել այս քաղաքացուն, որովհետև այնպիսի տպավորություն է մեր երկրում, որ քաղաքացիների կալանավորման մասով քննչական կոմիտեն ակտիվ է միայն այն ժամանակ, երբ որ կա քաղաքական հրահանգ, բայց հանցագործները ազատ ման են գալի։ Հիշում եք, Կոտայքի մարզում 4 ժամում 4 մարդ սպանեցին։ Բայց այդ մարդիկ ո՞նց էին ազատության մեջ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Պողոսյան։ Տիկին Թովմասյան, լսեցի ձեր հարցերը, արդեն նշեցի, որ ինձ նվեր պետք չի, առավել ևս այդ խաղալիքը, ես դրա իսկական ունեմ։ Պատասխանեց ԿԿ նախագահը։ Հիշեցնենք, Սրփուի Գալյանը հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ առաջարկելու են սահմանել քրեական գործերով վարույթի վերջնաժամկետ։ Նա նշեց, որ 1700 կալանավորներից 10-ից 15-ը կալանքի տակ են ավելի քան 5 տարի, մյուսների մի մասը ավելի քան 1 տարի, ինչը բացասական երևույթ է։ Պողոսյանը վստահեցրել է, որ բարերար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործ ձգձգելու միտում չկա։ Պատասխանելով ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, Պողոսյանը պատասխանեց, նախաքննություն են իրականացնում, քանի որ գործը հսկայածավալ է։ Այդտեղ մենք գործ ունենք փողերի լվացման հետ, խարդախությունների հետ, հարկերը վճարելուց խուսափելու հետ։ Քրեական վարույթն իր ծավալով աննախադեպ է, բազմաթիվ քննչական ու վարույթային այլ գործողություններ են կատարվում։ Այդ պահին ավարտենք այդ գործողությունները, վստահաբար կորոշվի նաև քրեական վարույթի ելքը, հավելեց Պողոսյանը։ Ընդդիմադիր падգամավորն ընդգծեց, երբ իշխանությանը պետք է, ԿԿ-ն 2 ամսվա ընթացքում նախաքննությունն ավարտում է, գործն ուղարկում դատարան, դատավորն էլ արագ վերդիկտ կայացնում է։ Խամոյանը միևնույն ժամանակ նկատեց, որ ԿԿ նախագահի նախկին էնտուզիազմը չկա, քանի որ իր պնդմամբ ինքն էլ է գիտակցում, թե ինչ է անում եւ ինչպիսի պատասխանատվություն է սպասվում իրեն։ Խամոյանի մյուս հարցը վերաբերում էր Միքայել Սրբազանին, падգամավորը հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը սկզբում ասել
ասաց, որ որևէ խնդիր չկա Աջապահյանի հայտարարությունների մասով հանցակազմ չկա, սակայն 6 ամիս անց ասաց, որ այդուհանդերձ հանցակազմ կա։ Պողոսյանը հրաժարվեց այս հարցին պատասխանելուց պատճառաբանելով, որ արդեն իսկ կա դատական ակտ, իսկ ինքը որպես իրավաբան եւ ՔԿ նախագահ չի կարող մեկնաբանել։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհանսեն Լուխներին, որը Հայաստանում է ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը հայկական կողմին փոխանցելու նպատակով։ Արփինե Սարգսյանի խոսքով վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է, ուղղված վստահության եւ ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը։ Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարունակության եւ հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործողությունների ծրագրի հիմնական ուղղությունները։ ԵՄ ներկայացուցիչը բարձր է գնահատել վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը։ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ Եվրոպական միությունը չի քննարկում Հայաստանի անդամակցությունը կառույցին նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում, ինչը ըստ նրա պարզ է դառնում երեկայացած ԵՄ ընդլայնման գագաթնաժողովի արդյունքներից։ Նրա խոսքով Բրյուսելում կայացած ԵՄ ընդլայնման հարցով գագաթնաժողովը տևել է 3.5 ժամ, բայց այդ ընթացքում Հայաստանի անունը ոչ մի տեղ չի հիշատակվել։ Հայաստանի մասին բացարձակապես ոչ մի հիշատակում չի եղել, նույնիսկ որպես հեռանկար, նույնիսկ որպես երազանք։ Մյուս կողմից, երբ նայում ենք ԵՄ անդամակցության համար անհրաժեշտ Կոպենհագենի 35 խումբ չափանիշներին, ապա Հայաստանը 95%-ով ոչ միայն առաջընթաց չի գրանցել 2018 թվականից ի վեր, այլ տարբեր ոլորտներում կա ակնհայտ հետընթաց, նշեց Աշոտյանը։ Նրա խոսքով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փորձել է արդարացնել երևույթը, հղում անելով այն փաստին, որ Հայաստանը դիմում չի ներկայացրել ԵՄ անդամակցության համար, բայց չէ, որ Իսլանդիան, Նորվեգիան եւ նույնիսկ Գրենլանդիան եւս դիմումներ չեն ներկայացրել, բայց այդ երկրների հարցը քննարկվել է գագաթնաժողովի ժամանակ։ Եվ լավ կենցաղի հույսով ապրող մեր քաղաքացիների համար Հայաստանի սահմաններից դուրս փուչիկ է, նիկոլական հերթական փուչիկ, որի խաթր անգամ հիշատակում չկա, հասկանում եք, ոչ միտեղ 3.5 ժամ տևած սամիտ է, ոչ միտեղ մի հատ ձևի համար չեն ասել Արմենիա, որ սրանք էլ վերցնեն, ստեղծեն իրանց տարաբնույթ քարոզչական մեքենաներով, ասեն, որ տեսեք մեզ էլ են հիշատակել, բացարձակ։ Ու դա բացատրություն չի, նա գնալու է ԿԳՆ ենթադրենք, Նահարատ Միրզոյան հենելու ասի դե հայտը չենք տվել, դրա համար մեր մասին չեն խոսում, դա էլ է։ Ցավոք Հայաստանի իր աշխարհագրական դիրքով ԵՄ-ի հետ ինտեգրման հեռանկարներ չունի, ասաց Աշոտյանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգին, ապա ըստ Աշոտյանի նույնիսկ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ավելի հավանական է, քան Նիկոլ Փաշինյանի խաղաղության տանող քաղաքականությունը։ Ռուսական հացահատիկ տեղափոխող գնացքը Ադրբեջանից մեկնել է Վրաստան, այս մասին հայտնում է ադրբեջանական ապագործակալությունը։ Նշենք, որ նոյեմբերի 4-ին ժամը 00:15-ին Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքներով Ռուսաստանի Դաշնությունից տարանցիկ եղանակով Հայաստանի դալալիկ կայարան է ուղարկվել 15 վագոն հացահատիկ, որոնց ընդհանուր քաշը կազմում է 1048 տոննա 800 կիլոգրամ։ Ավելի վաղ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով անցնող հացահատիկ տեղափոխող գնացքը շուտով կհասնի Հայաստան։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ղազախստան կատարած պետական այցի ժամանակ հայտարարել էր, որ վերացրել է Հայաստան-Բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին Արցախյան առաջին պատերազմից ի վեր։ Այսօր նոյեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում ժամը 13:30-ի սահմաններում Տիչինա փողոցում բոռա ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Վիգեն Թ.-ի վարած Opel Magnish-ի, Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Կարեն Գ.-ի վարած Mitsubishi Magnish-ի եւ Երևանի բնակիչ 65-ամյա Մարգարոյի վարած Toyota RAV4 Magnish-ի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Վիգեն Թ.-ն տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն, իսկ 8-ամյա S-ն Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։